Հիսուս Քրիստոսի անունով Տեր, օրհնում եմ Տեր իմ Աստված այսօրվա ծառայությունը Տեր, խնդրում եմ Սուրբ Հոգի քո առաջնորդությունն ու հսկողությունը Տեր, թող լինի իմ շուրթերի վրա, որ ասեմ այն, ինչը որ կկամենաս, որ ասեմ, եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր։ Հայր, ես խնդրում եմ Տեր իմ Աստված, քո հարց եկեղեցու համար Տեր, այստեղ գտնվող ամեն մարդու համար Տեր, դու գիտես ամեն մեկիս կարիքները Տեր, դու սրդեր քննող Աստված ես Տեր, ես խնդրում եմ Տեր իմ Աստված, թող քո կամքը լինի Տեր, ամեն այստեղ գտնվողի կարիքի վրա Տեր, քո առաջ եմ բերում Տեր իմ Աստված, Սանկտ Պետերբուրգ քաղաքը Տեր, այստեղ բնակվող ամեն հայախոս ժողովուրդ Հիսուս, ես խնդրում եմ Տեր իմ Աստված, որ դու օգտագործես ամեն մեկից Տեր, հասցնելու Տեր քո ճշմարտության լույսը Տեր, քո խոսքը Տեր իմ Աստված, ամեն մի հայախոս ընտանիք Տեր իմ Աստված, որ ամեն մի տուն Տեր իմ Աստված քո առաջ ծալվի Տեր, ամեն մի ծունկ ծալվի Տեր, ու ասի որ դու ես միակ Տերը եւ Փրկիչը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու եւ ողջ եկեղեցին ասեց. Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Արք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, հալելույա, հալելույա, քաղցր ու Աստծո զորավոր ներկայություն կա սիրելիս, ողջունում եմ ամեն մեկիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, գիտես ես չգիտեմ ինչ սպասումով ես եկե, բայց եթե սպասումը երկնքից է ու հուսացած ես Տիրոջ վրա, ուշ թե շուտ ամեն հարցիդ պատասխան կստանաս, ուզում եմ դաժե մի բան էլ ասեմ, Եթե նույնիսկ չէ, ընդունի, որ երկնքից ամեն, եթե երկինքը քեզ ասում է չէ, այ մարդ, ընդունի, որտեվ երկնքի չեն, շատ ավելի լավ է, քան թե աշխարհի հազարատ հան, ամեն, Փառք Հիսուսին, հալելույա, Տերը քեզի շատ օրհնի, կարաս ողջունես կողքինիդ ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, շնորհակալ եմ փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, այս չեն, որ ասեցի, կարող ես շատերիդ համար ասեք, բայց խի չէ էլի, երևի առաջին իմ համար եմ ասել, ժողովուրդ, ամեն, Տերը լավ գիտի, որիս ինչ ա պետք, Փառք Հիսուսին, պատիվ ունեմ այսօր ծառայելու ձեզ Աստծո խոսքով, իհարկե շնորհակալ եմ իմ Տեր Աստծուց, Հովիվ Գորին, այս հնարավորության համար, այս վստահության համար, որ այսօր կանչելա, որ կիսվեմ Աստծո խոսքով, գիտես, առաջի անգամ չեմ այստեղ ծառայում, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ լրիվ առաջի անգամ կանգնած եմ ու լրիվ նոր զորացած եկեղեցու առաջ, ու սա մեծ պատասխանատվություն է իմ վրա, որ պետք է կիսվեմ Աստծո խոսքով Աստծո եկեղեցու առաջ, Տիրոջ եկեղեցու առաջ։ Հալելույա։ Բայց ուզում եմ ասեմ, դուք չգիտեք։ Մի բան եմ ուզում ասեմ, որ դուք չգիտեք, ամեն, գիտեք հետաքրքիրն ինչ է, որ ես որ խոսքով կիսվում էի մեր մոտ Կրասնոդարում, խոսքը վերնագրել էի սենց, դուք չգիտեք, ու հենց այդ նույն կիրագյորը մեր գորը, հովիվ գորը մտի մեր կիրագյորվա քարոզը նայի ու կիրագյորվա քարոզը Արմինե քուրնա ծառայում, ունդ է գրած է ես գիտեմ, ամեն, հալելույա, ու ես եկել եմ, որ ես էլ իմանամ, թե դուք ինչ գիտեք, ամեն, հալելույա, Փառք Հիսուսին, Աստված զորավոր է, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, Աստվածաշունչը, գիտեք, իմ սիրած ավետարաններից մեկում, Աստվածաշունչի իմ սիրած ավետարաններից մեկում, ասեմ ամենաշատը, գաղտնիք եմ բացում, ժողովուրդ ջան, սիրում եմ Հովանես ավետարանը, Հովանես ավետարանն եմ սիրում ու Հովանես ավետարանը շատ զորավոր ձև է սկսում, ասում է սկզբում էր բանը, խոսքը վերաբերում է Քրիստոսին, Սկզբում էր բանը Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր եւ ամեն ինչ որ եղավ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ 14-րդ խոսքում ասում է եւ բանը մարմին դառավ ու բնակվեց մեր մեջ ամեն ու գիտեք այստեղ է Աստվածաշնչի այստեղ ինձ շատ մտածելու առիթ է տալիս որ ինչ որ եղավ Աստծո խոսքով եղավ ամեն ինչ որ եղավ ինչ որ կա Աստծո խոսքով եղավ ու եթե հանկարծ ինչ որ մի բան կմտածես թե այս մի բանը այս մարդն արել այս մի բանը այս արել ինչ որ արել է Տեր արե ու իր խոսքով, ամեն, այս աշխարհում նոր բան չկա, որ ինչ որ մեկը ասի ինքը նոր բան է հորինել, ինչ արելա Տերն արե ու իր խոսքով արե։ Գիտեք, մի որոշ ժամանակ առաջ, երբ որ ծառայում էի մեր եկեղեցիներից մեկում, Նավարասիս քաղաքում, եղբայրներից մեկին ասեցի, արի իրար հետ գնանք,
իրար հետ գնանք նավառասիսկ ծառայենք ու հետ գանք եւ եղբայրը գա որբիզի մենակ չգնայ ու խոսքով ենք ընկե չգիտեմ ոնց խոսքով ենք ընկե ու հասկացա որ այն ճանապարհով որ ես միշտ գնում եմ այդ ճանապարհով որ ես միշտ գնում եմ եկեղեցի ծառայություն անելու նավառասիսկ սիրելիս այդ ճանապարհից շեղվել էինք ու այդ քանի որ այդ ճանապարհից շեղվել ենք մեզ պետք էր նավիգատոր միացնենք որ տենայինք այդ նոր ճանապարհով մեզ ոնց է տանում ու գիտեք նավիգատորը միացինք ինքը ճանապարհը ցույց տվեց մենք հասկացանք որ ահագին շեղվել ենք ու պետքա գնանք բայց ինքը մեզ նորից մի ուրիշ ճանապարհ է ցույց տալիս ու հանգարց ճանապարհի կեսին այս նավիգատոր հասկացողությունը կորում է ու գիտեք մեզ ինչ է ցույց տալիս որ նայում ես նավիգատորին ես չգիտեմ հայերեն ոնց է կներեք որ նայում ես նավիգատորը ցույց է տալիս որ մենք հələ ճանապարհով չենք գնում ընկել ենք դաշտերով հետո ցույց տվեց որ մենք ծովով ենք գնում ու ես ասում եմ հələ ստե նայել ինչ երանելի է այսի մեքենան որ կարա sense ծովերով գնա գիտես ես չգիտեմ մեզի ոնց է տանում բայց Աստվածաշունչը հստակ բան ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինձ ու քեզ մի հատ լավ բան ասում ուր որ գնում եմ գիտեք ճանապարհն է գիտեք ամեն ու ես ուրախությունով սկսում եմ երկրպագելը եղբայրը նայում է ես երկեր եմ հորինում երկրպագում եմ Աստծուն փառք եմ տալիս ու գիտեք մենք այդենց երկրպագելով եկանք ու դուրս եկանք մի ճանապարհի վրա որը որ ես գիտեի ամեն ու այդ ճանապարհը բերեց ինձ եկեղեցի որտեղ որ ես պետքա ծառայի ու գիտեք այդ ճանապարհը հատվածում Տերը գիտես ինձ ինչ է ցույց տալիս ինչ է սովորեցնում ու ես կուզեմ այսօր դրանով կիսվեմ որ ինչ ուզում է եղնի քու շուրջը ինչ ուզում է կատարվի դու պետքա երկնքից կդրված չեղնես երբ որ քո ուշք ու միտքը երբ որ դու հուսացած ես երկնքի վրա կապ չունի երկրում ինչ է կատարվում քեզ քո խաղաղությունից չի զրկում եթե քո հույսը երկինքն է ամեն փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ամեն ինչ որ եղավ խոսքով եղավ եւ առանց նրա ոչ մի բան չեղավ ամեն բան Տերը խոսեց ու ամեն բան իր խոսքով եղավ Հովանես Ավետարանում հետաքրքիր տեղ կա հենց առաջին իսկ գլխում մի եղբոր մասին է խոսում մենք իրան լավ գիտենք իր անունը Հովանես էր ու Աստծո խոսքը ասում է որ Հովանեսը անապատում կանչողի ձայն էր որ եկել էր Քրիստոսի ճանապարհն էր պատրաստում ու գիտես եղավ ժամանակ երբ որ մարդիկ փարիսեցիները ուսմունքի վարտապետները որ չգիտես ինչ իրանք մտածում են իրանք ավելի լավ գիտեն խոսքը որովհետև իրանք Աբրահամի որդիներն են, իրանք լավ գիտեն խոսքը, իրանք Աստծո եկեղեցուց են, ամենակ իրանք կարան ինչ որ անեն։ Ու գիտեք, եկան հարցնում են Հովանես ջան, դու կասես, դու որ եկեղեցուց ես։ Կարող է կյանքի խոսքից ես, չէ, բա որ եկեղեցուց ես։ Մի հատ ասա իմանանք դու որ եկեղեցուց ես, որ մի հատ հասկանանք էլի դու ինչ իրավունքներով ես, ինչը որ անում ես, ինչը որ անում եք։ Ու Հովանեսը գիտեք ինչ է պատասխանում։ Հետաքրքիր բան է ասում է Հովանեսը պատասխանեց, Հովանես Ավետարան առաջի գլուխ 26-րդ խոսքից։ Հովանեսը պատասխանեց նրանց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Նա է ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ, որ ես արժանի չեմ նրա կոշիկի կապերը արձակելու։ Ասում է ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Նա է ինձանից առաջ եկողը, որ ինձանից առաջ էր, որ ես արժանի չեմ նրա կոշիկների կապերը արձակելու։ Սիրելիներս, հիմա գնում ենք Հայաստան։ Հայաստան, որ հայրը գալիս է Ռուսաստան, ամենաառաջի բանը, որ ինքը սիրում է գլուխ գովալը, ինքը ասում է, դու գիտես, որ մենք առաջինն ենք քրիստոնեությունը ընդունել։ Գլուխ ենք գովում, չէ՞, գլուխ գովալու տեղը, ասում ենք մի պերվի է, առաջիններն ենք, որ Քրիստոսին ընդունել ենք, որ քրիստոնեություն ենք ընդունել։ Սիրելիներս, չգիտես ինչ է, քրիստոնեություն ընդունել ենք, բայց հələ դենց էլ ազգովի, ամբողջ ազգով Քրիստոսին չենք ընդունել։ Ու գիտես, մենք կրոնավոր, մեր Հայաստանը, մեր հայ ազգը սենց է, մենք քրիստոնյա ենք կրոնով։ Գիտես Հովանեսը ինչ ասում է, տղեկ, ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Դուք ընդունել եք քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց Քրիստոսին չգիտեք։ Ու գիտեք հստակ խոսում է, որովհետև այն ժամանակ արդեն Քրիստոսը ապրում էր հրեաների հետ, բայց իրանք չգիտեին։ Իրանք չէին ճանաչում։
Ու գիտես հստակ բան ասում է ես որ հիմա անում եմ, ես ինչ որ անում եմ, իր համար եմ անում ու իրանով եմ անում ու իր խոսքով եմ անում, որտեղ Աստված ասել է ես ինչ անեմ։ Հալավեդի հասկացանք, այդ ամեն ինչ որ ասում ես հասկացանք, մի հատ կասես դու ով ես, մի հատ անուն ազգանունդ կասես, հələ մի հատ իմանանք դու ով ես էլի, որ գնանք այնտեղ ասենք, այս ինչ մարդը ջրի մգրդություն էր անում, ասում եմ, լավ ուզում եք ասեմ, տեղեք էլի եմ ասում, ես կխնդրեմ, որ իմ անձի վրա չկենտրոնանաք, եւ ասում է ես ասեմ ես ով եմ, չի ասում ես մեծն Հովհաննեսն եմ, ասում է ես եմ անապատում կանչողի ձայնը։ Ով է անապատում կանչում։ Ես եմ երկնքի ձայնը երկրի վրա։ Ես երկնքի ներկայացուցիչն եմ երկրի վրա ու ես խնդրում եմ, որպեսզի դուք իմ անձի վրա չկենտրոնանաք, կենտրոնացեք այն մարդու վրա, որ ինձանից հետո գալիս է, որ ինձանից առաջ էր։ Հալելույա։ Որի կոշիկների կաբանքներն էլ ես արձակելու չեմ։ Արժանի չեմ, որ իր կաբանքները արձակեմ։ Գիտես, միտեղ ծառայում էի ու բեմը այն հարթության վրա էր, որ ինքը այնքան բարձր էր բեմը, որ նստողները, հենց մանավանդ առաջի շարքի նստողները, որ սենց նայում են, ուղիղ իմ կոշիկներին էին նայում։ Այս սենց ուղիղ նայում են։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, կոշիկներ ասեցի, հիշեցի, սիրում եմ այս տեղը։ Հիշում ես այն կոշիկները, որի կաբանքները արժանի չէին։ Այ իրա կոշիկների, իրա կոշիկների վրա կենտրոնացի, իրա փեշերի, Քրիստոսի փեշերի վրա կենտրոնացի, որ կբնես կբժշկվես հավատքով։ Այ իրա մեջ զորություն կա։ Բայց ես հովիվը տեն ասես ինչ ահակ է, հայ հովիվ ջան, ասա կոշիկներդ մի քիչ սրբ էր էլի։ Դու ինչ որ բան ստանում ես, կոշիկներդ սրբ էր էլի, կամ այս տեսքի վրա ես կենտրոնանում, Հովհաննեսը ինձ ու քեզ սովորացնում է։ Ուրեմն իմ անձի վրա մի կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա, ինձանից հետո եկող Հիսուս Քրիստոսի վրա։ Ու պատկերացրու ինչ հետաքրքիր բան է տեղ ունենում։ Բա լավ գնանք քո մասին ինչ ասենք, ասում նոր ասեցի։ Կգնաք կասեք, ես եմ անապատում կանչողի ձայնը։ Հալելույա։ Պատկերացրու եկեղեցում կան մարդիկ, եկեղեցու ծառայության մեջ են, ամեն ինչ անում են, Տիրոջ տան մեջ են, Աստծուն ծառայում են, բայց դենց էլ Աստծունը չեն։ Կարող է զարմանաս, բայց իրականումը դենց է։ Եղբայրներ կային, որ ասում են Հիսուս այն վաղ որ դու պիցերում ծառայում ես, չէիր հիշում, որ երբ որ պիցերում ծառայություն էիր անում, մենք ընդեղ էինք, որ տարբեր քաղաքում էիր ծառայություն անում, մենք ընդեղ էինք, որ դու ընդեղ էիր ծառայություն անում, մենք ընդեղ էինք ու Հիսուս ասում է, հա, բայց ես ձեզ չեմ ճանաչում։ Ես ձեզ չեմ ճանաչում, որովհետև դուք եկա կդենց էլ ինձ չճանաչեցիք։ Դուք եկա կդենց էլ չճանաչեցիք։ Գիտեք, մարդիկ կան, որ գնում են կոնկրետ մարդու հետևից։ Մարդիկ կոնկրետ գնում են մարդու հետևից ու ցավալի մի հատ բան ասեմ սիրելիս։ Աստծուն անձով չեն ճանաչում, Աստծուն հոգով են ճանաչում։ Աստծուն անձով չեն ճանաչում։ Ես իհարկե եկել եմ Քրիստոսին, մարդու միջոցով, մարդն է ինձ բերե Քրիստոսին, դեպի Աստծուն, բայց ես Աստծուն հոգով եմ ճանաչել։ Եթե հոգին չընդունեմ, եթե Տիրոջը չընդունեմ, ես չեմ կարա Տիրոջը ճանաչել, որովհետև Աստծո խոսքն ասում է, Տիրոջը մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Պետք է հավատա, որ նա կա։ Գիտեք, Աստվածաշունչը հստակ ասում է Հովհաննես Հավետարանում, երբ որ մի կին Քրիստոսի հետ հանդիպում ունեցավ, մի կին, որ մարդիկ նույնիսկ իրան բարև չէին տալի, ու դες Տիրոջ ներկայությունով լցված գնաց ու ասավ՝ «Լարեք տեսեք, միթե նա չի Քրիստոսը, որովհետև ինչ որ ասում էր, որովհետև ինքը մի քանի րոպեում իմ ամբողջ կյանքը պատմեց»։ Ու մարդիկ գալիս են լսելով մի կնոջ վկայություն, որ լցված էր Աստծո ներկայությունով, վերջում գիտեք ինչ են ասում, այլևս քո ասածի համար չի, որ հավատում ենք, որովհետև ինքներս ճանաչեցինք նրան։ Նա է կենտանի Քրիստոսը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Պատկերացրու աշակերտները, Հիսուս Քրիստոսի հետ աշակերտները քայլում են, Տերը զորություններ անում, իրանք զորությունները, հրաշքները տենում են, ու մեկը եղբայրներից մեկը Հիսուս այ որ մի հատ բան ասեն, որ անես,
Եղել է, չէ, որ մեկը գա ու քեզի փորձի մանիպուլյացիա ենթարկի, ասի օրինակ, արդ այս մի բանը որ անես, չէ, քո պես տղա չկա։ Ու պատկերացրու եղբայրներից մեկը գալիս ասում է, Հիսուս, ես ինչը որ անում ես, ընտիրա։ Այս հրաշքները, այս զորությունը, այս ինչ որ անում ես, ընտիրա։ Բայց մի հատ բան էլի, այ որ հորը ցույց տաս, այ հորը ցույց տու, էլ մեզի ոչ մի բան պետք չի։ Ոնց որ մի քիչ կասկածելու տեղի կա մնացել։ Հենց այս ամեն ինչը տենում ենք, բայց ոնց որ մի քիչ կասկածել տեղի կա մնացել։ Ու Քրիստոսի պատասխանը ցնծում է։ Արեք իրար հետ կարդանք։ Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Փիլիպոսը նրան ասեց. «Տեր, հայրը ցույց տուր մեզ, եւ բավական է մեզ»։ Հիսուսն է նրան ասեց. «Այսքան ժամանակ ձեր հետ եմ, եւ ինձ չճանաչեցիր, Փիլիպոս։ Ինձ տեսնողը հորը տեսավ, եւ դու ինչպես ես ասում, հայրը ցույց տու մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրն է ինձանում է։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեր հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը»։ Հալելույա։ Այս ինչը որ անում եմ, ասում է, ես ինձանից չեմ անում, կարող է չես հավատում։ Գիտեք ինչի սերներս, մենք սովորենք, տենանք, հավատանք։ Կբնեմ, մատերս մինչև են ձեռների փոսերի մեջ չդնեմ, չեմ հավատա։ Ու Հիսուս ասում է, որովհետև տեսար եւ հավատացիր, բայց երանի նրան, ով չտեսավ, բայց հավատաց։ Հալելույա։ Ամեն ինչ խոսքով եղավ, սիրելիս։ Ամեն ինչ խոսքով եղավ։ Ու մի եղբայր մոտենում է Քրիստոսին, այնքան եմ սիրում այդ տեղը։ Մի եղբայր մոտենում է Քրիստոսին, իր ծառայի համար բան է խնդրում։ Անուն չկա գրած, գիտես, չէ՞։ Անուն չկա, հարուրապետ է գրած։ Ասում է հարուրապետը մոտեցավ Քրիստոսին ու մի կարևոր բան է ասում. Իմ ծառան հիվանդ է։ Հիսուս ասում է, հա, կգամ կբժշկեմ։ Դու մի արի, դու մենակ ասա, ու իմ ծառան կբժշկվի։ Ու ինքը հիմնավորում է խիայդ ասում։ Սերից չգիտես ինչի, այն տպավորությունն է, որ այդ հարուրապետը ավելի հավատացյալ էր, քան Քրիստոսի կողքի 12 առաքյալները։ Ու գիտեք Հիսուս ասում է, Իսրայելի մեջ նման հավատք չտեսա։ Ամեն բան, ես գիտեմ Տեր, քո խոսքի զորությունը, ես գիտեմ, որ ամեն ինչ որ եղավ, քո խոսքով եղավ, ես գիտեմ, որ քո ֆիզիկապես ներկայությունը չի, որ բան է փոխում, ես գիտեմ, որ քո խոսքն է բան փոխում։ Սերլիս ուզում եմ մի տեղ գնանք իրար հետ, երբ որ Քրիստոսը կանգնած էր, երբ որ դիվահարը լեգիոներ դևը կանգնած էր, մարդը բռնված էր լեգիոնով ու կանգնած էր Քրիստոսի առաջ։ Գիտես ինչ էր ասում։ Ոչ մի բան հələ տեղի չէր ունեցել, բայց ասում է աղաչում էր, որ ասի գնան խոզերի մեջ, բան չէր փոխվել, պետքա խոսար։ Ոչ մի բան չէր փոխվել, ֆիզիկական ներկայությունը ոչ մի բան չէր փոխել։ Քո կյանքում եկեղեցում մի անգամ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելը, այդ մեդալը, որ դու կախել ես դոշիդ, ասում ես, դու գիտես ես երբ եմ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունել։ Չէ, հələ արծրու երբ։ Ոչ մի բան չի փոխում, մինչև որ Տերը չխոսա քո կյանքի համար։ Մի եղբայր կա, Տերը իրան շատ օրհնի, ես իրան շատ եմ սիրում։ Ինքը իմ համար մի հատ վառ օրինակ է, ոնց պետքա քեզ չպահես։ Իրան շատ եմ սիրում, բայց ինքը իմ համար վառ օրինակ է։ Ու ես եղբայրին, երբ որ գիտեք, մի անընդհատ ես եղբայրը ինչ որ մի բանի սպասում էր, որ ես իրան հարցնեի, ու ասում է, բայց դու գիտես ես երբ եմ, դու ես քանի տարվա հավատացել եմ, ոչ մի անգամ չի հարցրել քանի։ Դու գիտես ես երբ եմ ապաշխարել, ոչ մի անգամ չի հարցրել։ Ու մի օր որ sense լավ տաշեց, կներեք ես բարես համար, այն որ լավ ասեց, ասի երբ։ Ու կինոն սկսվավ։ Ինքը հենց կոնկրետ երկար տարիներ դրան էր սպասում, այդ իր բենեֆիսներ, այսինքն կանգնավ, հելավ կայնավ ասավ, Բենիհինը, որ Հայաստանում ծառայում էր, դու այդ ծառայության եղել ես, ասի Բենիհինը, որ ծառայել է, ես այդ ժամանակ Քրիստոսի մեջ չեմ եղել։ Այդ ժամանակ ես ապաշխարել եմ, ու այդ մեդալը իր դոշին խփած էր։
Մարդ, որ ապաշխարել է Բենիհինի ծառայության ժամանակ ու այդքանով իր հոգևոր կյանքը բրձել էր։ Ոչ մի բան։ Ասում եմ, Աստված քո կյանքի համար բան չի խոսած է։ Այդ մեդալը, որ կախել ես դոշիդ, քո համար էլ բան չի խոսած է։ Թե այդքանով սահմանափակել ես դու, բրձել ես, այդքանով կանգ ես արել։ Բենիհինի ծառայության ժամանակ։ Հիսուս, դու մենակ իմ նավակի մեջ եղի, ոչ մի բան պետք չի։ Լուրջ ես ասում։ Ոչ մի բան պետք չի։ Դե լավ, ես գամ ու գնամ իմ համար հանգիստ քնեմ։ Ու գիտեք ինչ ա տեղնում։ Ալեկոծություն, փոթորիկ, նավը ջուրը լցվում է, Հիսուսը հելի հասկացանք, որ մի բան են չենք անում։ Կամ պետքա բարձր վերցնեինք, հավատք ունենայինք, գանք կողքը քնեինք, բայց քանի որ հավատքներս այդքան չէր երիկում, մենք մտածում ենք, որ բավական է, որ մի անգամ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունեմ ու ոնց ուզեմ ապրեմ, հասկացանք, որ դες չի, արթնացի ու խոսա մեր կյանքերի համար։ Ու երբ որ Քրիստոսը կանգնեց, խոսեց, բան փոխվավ։ Գիտես ինչի, որտեվ Քրիստոսը ինչ արավ, իր խոսքով արավ։ Ամեն, ու առանց նրա ոչ մի բան չեղավ։ Մինչև Տերը քո կյանքում չխոսա, ոչ մի բան չի փոխվելու, սիրելիս։ Բայց չգիտես ինչի, մենք մտածում ենք Հիսուսին Տեր ու Փրկիչ եմ ընդունել, մեգա գնալու եմ երկինք։ Ինչ ուզում անեմ, ինչ ուզում անեմ։ Պապան Տեր դերա, կներեք, որ դենց եմ ասում։ Քահանա Իմ պապան Աստծուն ա ծառայում, մենք ինչ ուզենք կանենք։ Չգիտես ինչի մարդիկ մտածում են, թե այդ օծությունը ժառանգաբար ա գալիս։ Ինչի եմ ես ասում, որտեվ քահանայի որդիներ կային։ Քահանայի որդիներ կային, որ գնացին ասին, ուրեմն, գիտես, դիվահարին, այն Հիսուսի անունով, որի անունով, որ մի հատ Պողոս կար, որի նույնիսկ չենք ճանաչում, բայց գիտենք, որ Պողոսը Հիսուսի անունով քարոզել է, այն Հիսուսի անունով, որ Պողոսը քարոզում էր, ասում էր, այդ Հիսուսի անունով դուրս արի, ոնց որ Դևին բացատրեն էլի, որ Հիսուսի մասին են իրանք խոսում, այնքան չեն ճանաչում, որ մի հատ էլ վգա են մեջ գցում, մարդ են մեջ գցում, որ ասեն, այն հենց են Հիսուսի մասին ենք ասում, մենք այնքան այդ Հիսուսին չենք ճանաչում, որ ուզում ենք, որ դու իմանաս, որ Պողոսի քարոզած Հիսուսի մասին ենք ասում, այդքան որ չենք ճանաչում Հիսուսին։ Ու գիտես, Տերը ասում է, Հիսուսին գիտեմ, ձեզանից լավ գիտեմ, որ կարտակ Աստվածաշունչը գրած է, որ մենք իրան ճանաչում ենք ու ավելին ասեմ, սարսափում ենք, Պողոսին է գիտեմ։ Ասում է, Պողոսին է գիտեմ։ Հալելույա։ Փարքեստեր։ Պողոսին է գիտեմ, որտեվ Պողոսը Քրիստոսին լավ գիտի։ Պողոսը Քրիստոսի հետ շփվում է, ոչ թե Քրիստոսին մի անգամ Տեր ու Փրկիչ ընդունել ու դրանով բավարարվել է, չէ, գիտի նրա անվան զորությունը, գիտի նրա խոսքի զորությունը ու այն նրա խոսքով ապրում։ Դրա համար իր խոսքը Պետրոս Պողոսի կյանքում գործում է ու ինչ որ անում է, մեզի մրմրացնում է։ Բայց դուք ով եք, տղեկ։ Դուք ով եք, ոչ մեկ, ու խայդարագելով դուրս անում, սելիս կարաս եկեղեցում հետ չեղնես, բայց Աստծունը չեղնես, որտև Աստծո խոսքն է մարդուն փոխում, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, գիտեք իմ ֆիզիկապես ներկայությունը, իմ տան մեջ գիտես կարա բան չփոխի, երբ որ ես իմ երեխու հետ դուրս եմ գալիս, ինչ-որ մի հատ խանութ, դա մի հատ շատ սարսափելի տեսարան է իմ գրբանի համար։ Երբ որ գնում ենք խանութ, ինքը այնքան որ ինչ-որ մի հատ բան տեսնի, ու ինքը ասում է, պապեսիար, ես այնքան եմ սրա մասին երազել, բայց ինքը չգիտի էդ ինչ ա, սիրելիս։ Ու ինքը սենց կանգնում է, պապ, մալյայ, արի, ես գիտես ինչքան եմ դրա մասին երազել, ու ես ասենց նայում եմ, ժպտում եմ, ես գիտեք ինչ եմ անում եմ, որպեսզի ուրախանամ, որ իր այդ էմոցիաները տենամ, դրանով ուրախանամ։ Ու երբ որ ես տալիս եմ իրան առնում եմ, սենց վերցնում շորա տալիս են ժպտալով, պապ, շնորհակալ եմ, պապ, բայց ես ինչ ա։
Ինքը չգիտի։ Ու գիտեք, շատ ժամանակ այսենց ինքը հարցնում բան ա խոսում, ասում է, «Պապ, այսօր մենք էս ինչ տեղն ենք, չէ գնալու, չէ»։ Ու սենց ինքը բացադրում ասում է, «Մաման չենք ասի, էդի մեր գաղտնիք, это будет наш секрет, մաման չի իմանա։ Մենք կերտանք, այսօր էս ինչ տեղ եք խաղանք, էս ինչի կանենք, ես էս կան մարոժնի պաղպաղակ կուդեմ, 3 հատ, լավ չէ, 4 հատ, թե 5 հատ»։ Ու սենց ես ժպտալով նայում եմ, ու գիտեք ինքը ինչ է ասում։ Իմ ֆիզիկապես ներկայությունը իմ ժպիտը ոչ մի բան չի փոխում։ Ոչ մի բան չի փոխում։ Իրան պարտադիր պետք է որ ես խոսամ։ Որովհետև գիտի որ հենց որ պապան խոսած, պապան պետք է անի, հենց որ պապան խոստացավ, պապայի խոսքն է որ բան է փոխում, պապայի ֆիզիկական ներկայությունը բան չի փոխում։ Ասում է պապ դե խոսա, դե ասա կառնես թե չէ։ Ասում է հանգար չասես չէ։ Որտեվ եթե պապան ասավ կառնեմ, ինչ էլ ուզում է եղնի, ով ուզում է հագարակվի, ուրեմն կառնի։ Սելիս երբ որ Աստված քո կյանքի համար բան է խոսում, երկինքն ու երկիրն էլ անցնի, Աստծո խոսքը չի անցնելու։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ախր այնքան խնդիրների մեջ եմ, ոյ հովիվ ջան, դու չգիտես, ես այնքան ծանրաբեռնված եմ, այնքան խնդիրների մեջ եմ, ասենց չգիտես, ուղղակի չեմ հասկանում, այնքան ծանր վիճակով եմ ասնում։ Մեկ Աստվածաշունչը ասում է, գիտես ինչի սիրելիս, որովհետև դու չգիտես։ Իսկ Աստծո խոսքը ասում է, որ ձեր մեջինը ավելի զորավոր է, քան թե նա, որ աշխարհումն է։ Դուք չգիտեք։ Հալելույա։ Սելիս այնքան բաներ կա, որ ես մինչև հիմա չգիտեմ, որ կարդում եմ, Տերը ամեն օր ինձ մի նոր բան է բացում։ Աստծո խոսքը յուրովի է բացում, ու ես իմ Տիրոջը ավելի լավ եմ ճանաչում, ավելի լավ եմ փորձում հասկանամ այն խոսքը, ինչը որ ինքը տալիս է, որ ես տամ իր հարս եկեղեցուն իր ժողովրդին։ Գիտեք, մի անգամ կանգնած քարոզում եմ, քարոզում եմ ու Աստծո զորավոր ներկայություն կա ու քարոզի ժամանակ, գիտեք խոսք եմ պատրաստել, որ պետք է խոսամ։ Քարոզի ժամանակ, հենց Տիրոջ ներկայության ժամանակ, այդ քարոզի խոսքի ժամանակ հայտնություն եմ ստանում, որ այդ հայտնությունը տալիս եմ ու գիտես ասում եմ Երանի ինչ որ մեկը այդ հայտնությունը ձայնագրած եղնի, որտեվ ինչ որ ասում է իմ համար է ասում։ Որ իջա ծառայության վերջում եղբայրներից մեկը մոտեցավ, ասավ Հովիվ ջան, դե ինչ ուժեղ բան ասեցիր, ասում է ես գրել եմ, ասի զապիս արել ես, չէ, գրել եմ, ասի դե կդաս, որովհետև դա իմ ինձ էլ էր պետք, որովհետև այդ տեսանկյունից, Աստված այդ տեսանկյունից դեռ իմ հետ չէր խոսացել, ու դա հենց հանդիմանություն էր իմ համար։ Ու գիտես ոչ մեկ չէր հասկանում, որ Տերը հենց բեմի վրա, Տիրոջ ներկայության մեջ առաջինը հենց ինձ էր հանդիմանում։ Ես հավատքի վստահելու խնդիր չունեմ։ Ոչ հավատքի, ոչ վստահելու խնդիր չունեմ։ Ու գիտեք, մի օր հենց բեմի ծառայության ժամանակ ես քարոզում եմ, հստակ խոսում եմ մի բան, ու Տերը հենց մի անգամից ինձ բեմի վրա հարցնում ասում է, իսկ դու դենց ես անում։ Ու ես մի անգամից սառում եմ։ Ուզում եմ հասկանամ ինչը դենց չեմ անում։ Ով ա եղել, որ մի բան ասի, այս ամեն ինչը Տեր ջան տալիս եմ քո ձեռների մեջ։ Ասել ես։ Հիմա ուզում եմ հարցնեմ, դրանից հետո մոռացել ես դրա մասին։ Սիրելիս այնքան ա եղել, որ ես կանգնում եմ ասում եմ, Տեր, ես այս իրավիճակը հանձնում եմ քո ձեռքերի մեջ։ Սիրելիս ես հանձնում եմ, հավատքի խնդիր չկա, ես տալիս եմ Տիրոջ ձեռների մեջ։ Ու գիտեք, անցնում է կարճ ժամանակ, մեկը նորից ինձ միտք է գալիս, բայց տենաս այդ ինչ այդ հարցը պետք է անեմ, թե չէ։ Սիրելիս, ու Տերը ինձ ասում է, դու հավատում ես, բայց ինձ լիարժեք չես վստահում, դուր ու մոռացի, ասեցի Տեր, ապաշխարում եմ, տալիս եմ ու մոռանում եմ։ Ու ես սկսեցի սովորել ավելի լավ վստահել Տիրոջը, սիրելիս, ու երբ որ դու ասում ես, սիրելիս, եթե դու Տիրոջը ճանաչում ես ու ասում ես ես տալիս եմ քո ձեռների մեջ, ուրեմն մոռացի դրա մասին։ Եթե դու հանձնում ես Տիրոջը ինչ որ մի հարց, մի խնդիր, հանձնում ես Տիրոջը, մոռացի դրա մասին։ Ոչ թե Տեր, ուրեմն ես իմ տան վարձը, աշխատավարձը, երեխեքի սնունդը, այս ամեն ինչը տալիս եմ քո ձեռների մեջ ու ես գնում եմ այսենց անդարդ եկելի նման նստում, չէ, դրա մասին չեմ խոսում։ Խոսում եմ այն բանի մասին, որ դու իզորու չես անելու, մարդու կողմանը անկարելի է, բայց Տիրոջ կողմանը կարելի է, հնարավոր է։ Ես նման բաների մասին եմ խոսում։
Ես հիշում եմ, երբ որ մի անգամ առողջական ծանր իրավիճակով էի անցնում, ու գիտես, ոչ մի բան չէր կարող իմ կյանքի համար անել։ Երեք ես դրա մասին վկայել եմ։ Ոչ մի բան չէր կարող անել։ Բժիշկները չգիտեին, իրանք պատրաստ էին ինձ օգնելու, բայց չգիտեին ինչ օգնեին, որովհետև խնդիրը ֆիզիկապես չէր։ Առողջական խնդիրը ֆիզիկապես չէր, ինքը հոգևոր էր։ Դրա հետևում դև էր կանգնած։ Ու երբ որ ես ասեցի, ես իմ կյանքը տալիս եմ քո ձեռների մեջ, ես խոստանում եմ, որ երբեք չեմ ծխի ու չեմ խմի, այդ ժամանակ Տերը այցելություն արեց ու ազատագրեց ինձ, սիրելիս։ Որտեվ բաներ կա, որ մենք չգիտենք։ Չգիտեք։ Գիտես, ես այս խոսքը պատրաստելուց առաջ շատ քույր ու եղբայրների հետ խոսացել եմ ու փորձել եմ հասկանամ, որքանով ենք մենք ճանաչում Քրիստոսին։ Ունես թվեր եմ լսեն, այս տոկոսային հարաբերություն, ասի երանի ձեզ, որովհետև ես այդքան չեմ ճանաչում։ Մեկ ասում եմ, ես մոտավորապես արդեն մի 10% գիտեմ Տիրոջը, մի 10%։ 0.0000000, ես իմ քանյա 0-0-ներով ու 1 դնես, մենք այդքան հələ չգիտենք Տիրոջը։ Բայց մենք Աստծո խոսքով ենք շարժվում։ Ոնց որ առաքյալն ասում է, քչե շատ է գիտենք, քչե շատ է մարգարեանում ենք։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Ուզում եմ հարցնեմ բոլոր մարտա հարդարներին, հա, մանիկյուր շիծաներին, լավ, սենց ավելի հեշտ է, վարսավիրներին, ու գիտես, երբ որ մարդկանց հետ խոսում ես դիմա հարդարներին ու իրանց հարցնես, գիտեք ինչ ա տեղ ունենում, իրանք այսենց կպատմեն իրենց մասնագիտության մասին, որտեղ իրանք իրենց մասնագիտությունը լավ գիտեն, իրանք դրանով ապրում են, հաց են վաստակում, ընտանիք են պահում, կերակրում են, ու այսենց լավ հարցնես ինչ ա նշանակում, չգիտեմ, շլակ, ինչ ա նշանակում ֆիլիրովկա, սրանք բառեր են, որ բավականին վերջերս եմ սովորել, ինչ ա նշանակում ֆիլիրովկա, ու իրանք կպատմեն, հով ջան, ուրմեն էսի սենց ա, երբ որ կնոջս տանում եմ մատնա հարդարի մոտ, տանում եմ Երբ որ տանում եմ մեկ, լավ, տանում եմ մատնահարդարի մոտ, ես ժամանակ առ ժամանակ լսում եմ, կինս հարցում է, որ գույն ընտրեմ, ու գույների տեսականիներ ա ասում։ Իմ համար կարմիրը ա։ Ես չգիտեմ, որ կարմիրը մի 10 քանի գույներ ունի, սենց կարմիր, թե սենց կարմիր։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է, ու այս մատնահարդարը ինքը պատմում է ինձ իր մասնագիտությունն է, ինքը պատմում է, թե որն է լավ, ոնց պետք է անես։ Լավ գիտի իր մասնագիտությունը։ Շատ լավ գիտի իր մասնագիտությունը, որտեղ դրանով ապրում։ Սելիս, եթե քո մասնագիտության պես, եթե ոչ ավելին, երկնքով ապրեիր, Տիրոջն եք իմանայր։ Ոնց որ դու քո մասնագիտությունը այսպես լավ գիտես, այ դրանով ես ապրում, այ որ երկնքով ապրեիր, կախում ես երկնքի ցեղներ, երկնքի մասին էլ լավ կիմանայր։ Ամեն։ Բայց մենք ոնց գիտենք, մենք այսօր ապրում ենք, ամեն ինչ անում ենք, մի հատ ասում ենք, Տեր ջան, փառք ես, որ այս ամենը ունենք ու դրանով պրծում ենք, բայց չենք ուզում երկնքի հետ մտերմություն անենք, որ երկինքը լավ իմանանք։ Որ աշխատում ես մեկ հետ հասկանում ես, որ փաստորեն sense բան է կա, հա, քիչ աշխատեմ, շադորնվեմ։ Ես հիշում եմ երկար տարիներ առաջ դեր Քրիստոսի մեջ չէի, ով է այն մեռած գործերի մեջ եղե, որ տան շեմիկին դրան դինքին, այնց մի հատ փուշ են խփե, մի հատ նալ են խփե, ու ես հիշում եմ, երբ որ ապաշխարել էի ու մոռացել էի, որ մեր տան դրանը, մեր գյուղի տան դրանը փուշ կա դրած, նալ կա խփած, ու հովիվ գորը քարոզում է։ Հովիվ գորը քարոզում է, ասում է, տանում ես նալը, խփում ես, ասում ես, որ հաջողություն բերի, բայց չես էլ հասկանում, այդ նալը, որ հաջողություն բերեր, ձյուն հաջողություն կբերեր, ձյու ոտից չէր փոխվինի, ու դու առավոտվանից իրիկուն ձյու նման վազում ես, ոչ մի բան չի փոխվում, ու ես մի բան հասկացացել ես, որտեղից էդի գիտեի ես, որտեղից պետք է իմանայի, եթե ոչ Աստծո խոսքից, որտեղից է Աստված, ոնց ես դու խոսում, որտեղից այդ հավատքը քո մեջ գալիս, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, եթե մենք չլծվենք Աստծո խոսքով, մեր կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Եթե քեզ կթվա թե մարդն է քեզ փոխելու, մարդը չի փոխում, Տերն է փոխում իր խոսքով։ Երբ որ ես պետքա գնայի Մոսկվա ծառայության, ներողություն պետքա գնայի Ղրիմ ծառայության, ինձ խոսք էր պետք։ Ես խնդրեմ նվագողը գա։ Ինձ խոսք էր պետք։ Ու ես ասում եմ, Տեր, ես կխնդրեմ, որ խոսաս իմ հետ,
որ խոսաս իմ հետ, որովհետև ինձ խոսք ա պետք, որպեսզի ես հասկանամ ինչ խոսքով եմ գնալու։ Ու գիտես, Մոսկվայի վերջի ծառայությունն է, որ ես պետքա ծառայեմ, ու ոնց որ նոր հովիվ գորը Աստվածաշնչից տեղ կարդաց, ես Աստվածաշնչից տեղ եմ կարդում, ու այդ տեղն է Եսայա 41:10, մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի վախեցիր, որովհետև ես քո Աստվածն եմ, մի վախեցիր, որովհետև ես զորացրել եմ քեզ ու հաստատել եմ քեզ իմ արտարության աջովը, փառք Հիսուսին։ Երբ որ Աստված խոսում է, ես գիտեմ, որ Տերը իմ հետ է սիրելիս, բայց երբ որ Տերը խոսում է, քո մեջ վստահություն է գալիս, երբ որ դու բացում ես ու Տերը ասում է՝ մի վախեցի, ես քո հետ եմ։ Ու անցավ տարիներ սիրելիս, անցավ տարիներ, մոտ 2 տարի, մի իրավիճակ եղավ, ու ես նորից դժվարության մեջ էի ու ասեմ՝ Տեր խոսա։ Տեր խոսա, ես ուզում եմ դու խոսաս, որովհետև եթե չխոսաս, ես ոչ իման չեմ կարող անեմ։ Ես գիտեմ, որ դու իմ հետ ես։ Ես գիտեմ, որ դու իմ հետ ես, ես գիտեմ, որ դու ինձ չես թողել։ Խոսա իմ հետ։ Ու նորից բացում եմ Աստվածաշնչյան այդ տեղն է։ Այդ անգամ սենց էր գրված։ Այ տղա, քեզ չի ասեմ, մի վախեցի։ Հալելույա, մի վախեցի, ես քո հետ եմ։ Տեր, ես գիտեմ, որ դու իմ հետ ես, բայց որ խոսում ես, իմ մեջ վստահություն ա գալիս։ Որտեվ ես հավատում եմ, որ դու իմ հետ ես, բայց ես ուզում եմ նաև դու խոսաս, որտեվ իմ հավատքը խոսքից է։ Իմ հավատքը լսելուց է, իմ հավատքը խոսքից է։ Ես ուզում եմ, որ դու իմ կյանքի համար խոսաս։ Ես ուզում եմ քեզ ճանաչեմ։ Չլինի թե մեր մեջ բնակվում է մեկը, որին մենք չգիտենք։ Մեր մեջ բնակվում, ասում եմ, ձեր մեջ բնակվում է մեկը, որին դուք չգիտեք, չեք ճանաչում։ Երկու քուր կային։ Ես չգիտեմ իրանք մի բոյի էին թե չէ, Աստվածաշունչը դրա մասին չի ասում, բայց հստակ մի հատ բան կա։ Ուրեմն Քրիստոս եկել է տուն, այն մի քուրը Հիսուսին տեսել է, ինչ պետք է անի, ինչ պետք է անի։ Հիսուսը տուն է եկել, մի հատ հյուրասիրություն կազմակերպի, մի հատ լավ պատվի, ու գալիս է Հիսուսը հենց դրան ասա, ելնի մի հատ տեղից շարժվի, ու Քրիստոս ասում է՝ Մարթա, Մարթա, դու ուրիշ բանով ես զբաղված։ Այ քուրը տնտրել է բարի բաժինը։ Մենք չգիտես ինչի սերներս, կարանք մեր կյանքում շատ բաներով զբաղված եղնենք, թողնելով կարևորը։ Շատ երկրորդական բաներով զբաղված եղնենք, թողնելով կարևորը, մոռանալով թե մենք ինչ ենք անում, մենք ինչի համար ենք ստեղ, ինչ պետք է անենք։ Ես հիշում եմ, այսօր մենք դրա մասին նորից խոսում ենք, ես հիշում եմ, երբ որ ես ինձ պետք է տանեին վիրահատությունից առաջ ես լրիվ ուրիշ աստվածապաշտություն ունեի, չեմ ասում սխալ, լրիվ ուրիշ հարթության վրա, բայց գիտես, երբ որ երկնքում հանդիպում ունեցա, շատ բան իմ մոտ փոխվավ։ Այն ինչ որ իմ համար կարևոր էր, առաջնային էր, ոչ թե երկրորդական դառավ, ոչ թե երրորդական, ոչ թե չորրորդական, այլ ընդհանրապես այդ ինձ էլ պետք չէր։ Արժեքների վերադասավորում եղավ։ Երկինք այնքան կարևոր է, երկինք այնքան քաղցր է, որ ոչ թե դու մտածում ես, դեռ ոնց ենեմ, որ չգիտեմ, մի հատ մեքենա էլ առնեմ, ու 10 հատ մեքենա ունենամ, տամ տաքսու տակ քշեն, որ մի 2 կոպեկ ավել, մի 2 ռուբլի ավել աշխատեմ, այլ ասում ես, ոնց ենեմ, որ մի քիչ ավել ժամանակ ունենամ երկնքի հետ մտերմություն անելու համար։ Ոնց անեմ, որ ունենամ, որ հանգարց չլինի թե կանգնեմ Տիրոջ առաջ, ու հետո իմանամ, որ ես ընդհանրապես չեմ իմացել, որ ես այն ինչը, որ արել եմ, Տիրոջը պատիվ չի բերել, որ ես այն ինչը, որ արել եմ, չգիտես ինչի, վերջում կանգնում եմ ու Տերը ասում է, ես քեզ չեմ ճանաչում։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հիսուս մի հատ կգաս ես հարցը լուծես։ Մի հատ ես հարցը լուծի էլի։ Մի հատ ես խնդիր ունեմ։ Ես խնդիրը լուծի էլի։ Ես մարդը պրոբլեմ ունի։
Մա դες մարդու պրոբլեմը լուծի էլի։ Ով անհավատացք, մինչև երբ պետքա ձեր մեջ եղնեմ։ Մինչև երբ եք դուք կախված եղնելու իմ ֆիզիկապես ներկայությունից, որ ես պետքա ֆիզիկապես ձեր կողքը եղնեմ։ Ես գնում եմ, բայց իմ խոսքն եմ թողում, որ ավելի երանելի ես դու, որ չես տեսել, բայց հավատում ես։ Ավելի երանելի ես, որ չես տեսել, բայց հավատում ես։ Հալելույա։ Ու անցնում է ժամանակ, աշակերտները մոտենում են, մի աղբեր է մի աղբոր ասում է, իմացար ինչ ա եղել։ Ինչ, Մեսիային գտանք, մեր մեջ էր, ուղղակի չէինք ճանաչում։ Հաբա ով ա, Հիսուսն ա, Հովսեփի որդին, Նազարեթից։ Ոնց լուրջ ես ասում, հնարավոր չի։ Հա, Հիսուս Քրիստոսն է, Նազարեթից, իրան գտանք, ուղղակի չէինք ճանաչում։ Մի քանի հրաշք տեսանք, հավատացինք, գնացել են հարսանիք Հիսուսի հետ, աշակերտները գնացել են հարսանիք, Աստծո խոսքը ասում է, հարսանիք էր, Քրիստոսի մայրը, Հիսուսի մայրը այնտեղ էր, Քրիստոսն էլ աշակերտների հետ եկել էր հարսանիք։ Ու գիտեք ինչ է, ինչ տեսավ, գիտեն է, որ Քրիստոսն է, արդեն հավատացել են, որ Քրիստոսն է, բայց ջուրը գինի դարած տեսան, Աստծո խոսքը ասում է, աշակերտները հավատացին, ամեն հրաշքով ավելի շատ էին հավատում, ամեն հրաշքով ավելի շատ էին հավատում, ու տենում էին, գիտեին, որ Տերն է անողը, տենում էին, որ Տերն է անողը, գիտես, թող քո համար տարօրինակ չլինի, եթե ասեմ, ինձ ու քեզ պետք է այսօր ավելի լավ ճանաչենք Քրիստոսին։ Հավատա, ես ուզում եմ այսօր ավելի լավ ճանաչեմ Քրիստոսին, քան ցերեկ։ Ավելի լավ ճանաչեմ։ Այսօր ավելի մոդեռն եմ Հիսուսին, քան որ երեկ էի։ Վաղը էլ ավելի մոդեռն եմ Քրիստոսին, քան այսօր։ Գիտես ինչ, որտեղ ուզում եմ երկնքով ապրեմ։ Ուզում եմ երկնքով ապրեմ, որ դու երկնքով ապրում ես, Տերը ամեն օր մի նոր բան բացում ա քո համար։ Ու դու ասում ես, ոնց, ես էսի չգիտեի։ Ասում ա, չգիտեի, դրա համար էլ ասել եմ հայտնություն։ Հայտնություն կառնես, կիմանաս, կբացվի, կհասկանաս։ Հալելույա։ Դու այստեղ ես։ Հալելույա։ Խաչում են Քրիստոսին ու գիտես ովքեր, այն մարդիկ ովքեր որ որոշ ժամանակ առաջ գոռում էին, ով սանա բարձրալին, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, ով սանա բարձրալին։ Մեկ է տեսան, որ տարել են, խաչում են, էլ ոնց որ հրաշքներ չկա, ինչ որ մի բան իրանց պատկերացրածով չի գնում, իրանց ուզածով չի գնում, իրանք ուրիշ փրկիչ էին սպասում, նույնիսկ աշակերտները փախան, Եկավ ժամանակ, որ նույնիսկ Հովանեսը, ով որ խոսում էր, ասում է, ինձանից հետո եկողը, ինձանից զորավորը, վերջում իր աշակերտներին ասում է, հələ մատ գնացեք, իմացեք ինքն ա որ պետք է գար, թե ուրիշին սպասենք, ասում է, գնա Հովանեսին ասա, գիտեմ, որ չգիտի, գնա ասա, կույրերը բժշկվում են, բորոտները սրբվում են, հիվանդները բժշկվում են, աղքատներին ավետարան ա քարոզում, փառք Հիսուսին, հալելույա։ Սիրում եմ այս վերջի տեղը, երբ որ Հովանեսի աշակերտներից Անդրեասը գալիս է եղբորը Պետրոսին, Սիմոնին, որ հետո Պետրոս դառավ, Մեսիային գտել ենք, արի ծանոթացի իր հետ, արի ծանոթացի, ընդունիր ան որպես Տեր ու փրկիչ, կփրկվես դու եւ քո տունը, փառք Հիսուսին, հալելույա, Հովիվ Գորջան, Տերը շատ օրհնի, հալելույա։